Եկել եք վարչապետի հետ հանդիպման քաղաքականության հետ կապված քաղաքացիական պայմանագրին ինչ կարծիք ունեք։ Շատ գոհ եմ իմ հայրենիքի, իմ սրտի, իմ հույսի կուսակցությունն է, իմ հույսի վարչապետն է, սիրով եկել եմ, սիրով կպաշտպանեմ եւ սիրով 16-ին կքվեարկեմ։ Որ բարեփոխումն է, որ ամենաշատն է։ Բոլոր բարեփոխումները մենք գերությունից ենք ազատվել, մենք ոչնչացումից ենք ազատվել, մենք մեր հայրենիքը կորցնելուց ենք ազատվել, այսինքն գերության տալուց ենք ազատվել, վարձով տալուց ենք ազատել, փրկել, այս մարդն է փրկել, բա մենք իրան չփրկենք, իր թիկունք ինչ կանգնենք, հպարտ եմ, որ այսպիսի խելացի կազմակերպված երկրի ժողովրդի ազգի պետության, պետականության մասին մտածող ղեկավար վերջապես ունեցանք 88 թվից հետո։ Ընդդիմադիրների Քարոզ Արշավին հետևում եք, ինչ կարծիք ունեք։ Կան ընդդիմադիրներ էլ, որ արժե որ ընդդիմադիր համարվեն, հիմա օրինակ աղա 18-ը ումներ Արման Բաբաջանյանը, ես ոնց վատ կարծիք ունենամ, հրաշք են այդ մարդիկ, Լևոն Շիրինյանի, այդ եռագլուխների ոչնչացումը որքան շուտ ենքան Հայազգն ու Հայաստանը կբարգավաճի, ժողովուրդ ջան, խնդրում եմ հասկացեք, որքան շուտ եռագլուխ վիշապի գլուխները կտրեք, այնքան շուտ մենք կփրկվենք եւ կզարկանանք եւ կաճենք եւ կբարգավաճենք եւ մեր երկիրը վատ է որ մենք այսօր դարձել ենք աշխարհի դարձյալ ասեմ մետաքսի ճանապարհի կենտրոն ճանապարհ ենք դարձել եւ աշխարհը գնա ու գա ու տնտեսապես ու ամեն ձևով պիտի զարգանա։ Դե հանդիպման եք եկել, կասեք ինչ կարծիք ունեք քաղաքականության մասին։ Գերազանց հպարտ եմ, որ ունեցել ենք հեղափոխություն եւ ունենք նման վարչապետ, գերհզոր վարչապետ։ Տաշիրից եք, չէ՞։ Ոչ, Վանաձորից հատուկ եկել եմ։ Եկել եք իր համար, որ բարեփոխում օրինակ կգնահատեք։ Այնքան շատ են բարեփոխումները, ես Մոսկվայից եմ տեղափոխվել 18 թվի հեղափոխությունից հետո, այնքան շատ են, որ հնարավոր չի ասել, միայն 18 թվին աշխարհի բոլոր հայերը միացան միմյանց հետ եւ բարեկամացան, հարազատացան, իսկ մինչեւ այդ հայերը մեկը մյուսին չէր ուզում ճանաչի, այդ ամենակարևոր հարցը Խաղաղությունը, որ այսօր մեր երկիրը խաղաղության մեջ է, դա հրաշք է։ Թորնիկներ ունեն, որոնց Մոսկվայից բերել են, որ պետք է ծառայեն հայրենիքի համար։ Որ մայրը, որ տատիկը կուզենա, որ իր թորնիկը ծառայի պատերազմի մեջ։ Ընդդիմադիրները ասում են, սա ժամանակավոր խաղաղություն։ Ընդդիմադիրները գլուխները քարով են տալիս, երեսները պատով են տալիս։ Մենք բոլորս, որ թողել ենք մեր հայրենիքը, հեռացել ենք հայրենիքից, այդ ընդդիմադիրների պատճառով ենք հեռացել։ Այսօր որ իմ երեխաները, ես չեմ գտնում, որ բախտավոր են, ճիշտակրթություն ունեն, մասնագիտություն ունեն, բժիշկներ են, բայց դժբախտ են, որովհետև մեծացել են ռուսի հողի մեջ։ Ես շնորհակալ եմ ռուսներին, բայց ոչ ռուս դիվանագետներին, պոլիտիկներին, ղեկավարներին, որովհետև նրանք մեր հայրենիքը կործանման են տանում եւ մեր երկիրը ուզում են զավթեն մեզնից։ Միայն Փաշինյանը եւ նվիրյալ ժողովուրդը կարող է մեր հայրենիքը պահի իր ափերի մեջ։ Որտեղից եք գալիս։ Ես Տաշիրի շրջան Նորաշե գյուղից։ Այս քարտեզը մեծ տեսքով բերել եք ուղերձը ո՞րն է։ Ճիշտն ասած բերել եմ նվիրեմ մեր վարչապետին։ Ինչ կարծիք ունեք վարչապետի քաղաքականության մասին։ Գոյական։ Ամեն ինչ նորմալ։ Որ բարեփոխում օրինակ կկա։ Բոլորը։ Առաջնահերթ որ ձեզ համար խաղաղություն։ Ընդդիմադիրները ասում են խաղաղություն չկա։ Ես գտնում եմ որ կա։ Արդյոք կընտրվի վարչապետը։ Անպայման կընտրվի։ Իսկ Տաշիրում ընդհանուր ինչ տրամադրություններ են։ Ճիշտ ասած չեմ կարող ասել։ Ну, կան տարբեր էլի կարծիքներ, բայց դա մեծամասամբ կարծիքով Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ավելի շատ։ Վարչապետի հետ հանդիպման եք եկել, ասեք ինչ կարծիք ունեք իր քաղաքականության մասին։ Վարչապետի մասին թե քաղաքականության։ Վարչապետի քաղաքականության։ Շատ գոհ եմ։ Ինչից օրինակ։
Մենք աշխատող մարդ, թոշակառու մարդ ենք, ամեն ինչից օգտվում ենք։ Թոշակներն էլ բարձրացրին, ամուսնուս բանեն արել, ստենդավորել են։ Անվճար, այո, անվճար։ Գոհ եք սպասարկումից։ 100%։ Այսպես գոհ ենք վզով։ Ձեզ համար օրինակ առաջ հասանելի կլիներ այդպիսի թանկարժեք վիրահատություն։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Դեղերն էլ Ձևորյակները ստանում մատուցել ենք։ ստանալ։ Իրանց ասած այնքան մարդիկ ինչու այնքան բաներ են խոսում, բայց շանտերել չեմ դնում դրանց։ Տաշիրում շատ բան է փոխվել իր օրոք։ Այդ չգիտեմ, բայց որ մեր կյանքում փոխվել է, դա փաստ է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։